Հասկացա։ Ոտքը ցավում է։ Այն որ ոլորվել էր միջև հիմա ցավում է։ Հասկացա։ Բայց ախր այս քեզ չի սազում է։ Դիր մեջը։ Էս պարտկեի։ Մասունի բիզնեսը ինգա, քո բանը չի։ Իծաղում է։ Թեվերը դել ենքան բարակ են նայում է մեղքս գալուս ես։ Լավ, արի գնանք մեր տո մի քիչ հանգստացի։ Իմ հայի միջև հիմա չի ասող չի եղել, գնացինք։ Ինչ։ Էմա ենք։ Գիտեմ, էմայից քաշվում ես, որովհետև Բերյանի հաշտով վշտել է քեզ։ Ճիշտ արել։ Հորդ թայ մարդ է Բերյանը, ինչ ես ման գալու իր հետ, հա։ Հետո գիտես ինչ, դու են աղջիկը չես, որ ասեն փողի համար կապվել ես։ Ճիշտ չեմ ասում։ Ապրես։ Դե գնացինք, արի։ Ինչ։ Մենակ եմ, տանը մարդ չկա։ Ռամֆոն եկավ, հացի կերավ, գնաց, հասկացա, մենակ եմ, գնացինք, արի։ Անցի առաջ։ Դա մանրուք է, Աննա, հիմա ավելի կարևոր հարցեր կան, կյանքի խնդիր է, մարդիկ են մեռնում, ձեր ընտանեկան դրաման, աննշան բան է, համեմատ նրա, ինչ հիմա տեղի ունենում, մարդկային կյանքեր են զոհվում։ Ինչ զոհերի մասին ես խոսում։ Մհերը և Վարոսյանը զինված թիկնապահներով հանդիպելու են։ Ինչ։ Հա, Աննա, հանդիպումը անխուսափելի է։ Համոզված եմ, որ փոխհրաձգություն էլ կլինի, զոհեր էլ կլինեն։ Ես ինձ վատ եմ զգում, ես անհանգիստ եմ, ախր իմ կամքից անկախ ես էլ եմ մասնակից այդ կռվին։ Բերյանին ես եմ ասել, թե Մհերը երբ և որ ժամին պիտի հանդիպի։ Ով է ժամադրության կանչել Մհերին։ Վարոսյանն ու Գոռը։ Զանգիր, Աննա։ Որ բասրան ինչ ենք անելու։ Վարոսյանի պրոբլեմն է, կզանգես կասի։ Господи, Анна, ну что тебе еще, а? Да. Մարլեն ինչ է կատարվում, որտեղ ես։ Մհերի մոտ եմ գնում։ Չես հարցնում։ Ալլան ինձ արդեն ամեն ինչ պատմել է։ Էմա րանена։ Ինչ ես խոսում, Մարլեն։ Էման Չէ, չի մահացել, բայց վիճակը ծանր, հույս չկա։ Ինչ։ Да.
Շտապօգնությունը եթե հասցնի, երևի ինչ-որ մի բան հնարավոր կլինի անել, բայց Մարլեն, եթե փրկվի, հրաշք տեղի կունենա։ Անհույս է։ Ալո։ Ահա, Աննա, ինչ ասաց։ Էման, Ինչ Էման։ ալա Էման մեռնում է։ Աննա, ոնց թե մեռնում է, ինչեր ես խոսում։ Շտաբօգնությունը հիվանդանոց է տարել, բայց Մարլենն ասում է, որ եթե փրկվի, դա հրաշք կլինի։ Որ հիվանդանոցում է։ Չգիտեմ, չհարցրեցի։ Ում ես զանգում, ալա։ Մերին։
Ինչ ա եղել, ինչի՞ց ա վատացել։ Կրակել են։ Տիկին եմ այն։ Տեսարանները մի սարքի Աննա։ Անհարմար է։ Այդ քեզ համար է անհարմար, որ Մարլեն Բերոյանը լինելով գլուխդ կորցրել ես ինչ որ գյուղացի անլեզու արարածի համար։